Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ կրթության փորձագետ, բարձուն կրթական շարժման առաջնորդող խորհրդի անդամ Արեգ Թադեոսյանի եւ ուսանող դեպի բարձունք ծրագրի համակարգող Մհեր Սանոսյանին։ Բարի ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Մենք ենք շնորհակալ։ Փաստորեն, պարոն Թադեոսյան, մենք հանդիպել ենք կրթական ծրագրերի հետ կապված ունեցել ենք հաղորդում, բայց այսօր բարձունքի շրջանակներում պետք է խոսենք, թե բարձունքում ինչ է անում եւ կրթության ծրագիրը ընդհանրապես բարձունքը ինքը հասարակական կազմակերպություն է, ինչպես է ստացվել, որ այդ հասարակական կազմակերպությունը անդրադառնում է հենց կրթական ծրագրերին եւ հարցս հետեւյալն է. Արդյոք մեր կրթության, գիտության նախարարությունը եւ մեր կրթական համակարգը պետական լծակներով չեն անում այն աշխատանքը, որպեսզի մեր կրթությունը բարձր որակի լինի եւ հասարակական կազմակերպությունները ինչ որտեղ ինչու են առաջանում, որն է նպատակը եւ միթե դուք լրացնում եք բացը, թե ընդհանրապես դուք անում եք այն, ինչ որ իրենք ընդհանրապես չեն անում։ Շատ ծավալուն հարց է իրականում։ Միանգամից այսօր ձեզ չընդհատեմ։ Ու երևի նաև դրա պատասխանը ամեջը թե ինչու եմ ես ասենք բարձունքում, որովհետև շատ տարբեր կազմակերպություն եմ եղել ու խոստացել է ինքս ինձ, որ եւս մի կազմակերպություն այլևս չի լինելու, ինչքան որ կա երիք է, բայց ասենք երբ հանդիպեցի բարձունքի հետ, հասկացա, որ այստեղ ինչ-որ բան կա անելու ու պարզապես անդամագրվեցի կառույցին 2 տարի առաջ ու հիմա ինձից անկախ ինձ գտել եմ առաջնորդող խորհրդում արդեն կառույցի ղեկավարման մեջ, որովհետև այստեղ տեսնում եմ մի կառույց, որ տեսնում է մարտահրավերները, այս ամենակարևոր խնդիրներից մեկն է, նախարարության մասին խոսեցիք, նախ եւ առաջ կառույցը պետք է տեսնի, որ ունակ լինի տեսնելու, որ ասենք կան խնդրահարույց վիճակներ։ Երկրորդը մարդիկ կան, ովքեր պատրաստ են հարատև կերպով աշխատեն, երկարաժամկետ աշխատեն, ռազմավարորեն աշխատեն, մեթոդապես ճիշտ աշխատեն, այդ խնդիրների լուծման շուրջ ու բավականին քանակի մարդիկ, այդ երկրորդ պլյուսն է, որ տեսա բարձունքում, ու երրորդը դա այդ համապարփակ մոտեցումն էր, որ ասենք ոչ թե ասենք բարձրապես գնանք այս մի փոքրիկ խնդիր լուծենք, այլ մի հատ հասկանանք ընդհանրորեն համակարգային էս մեր ճգնաժամի հետ ինչ ենք մենք կարողանալու անենք։ Ու այդ բոլորը ամփոփված է հենց այդ 20 տարվա բարձունքի զարգացման ծրագրում, որը որ այո լրացնում է հիմա բացերը, որովհետև բարձունքը հասարակական կազմակերպությունը իր ռեսուրսներով, իր հնարավորությունով անհամեմատ փոքր է, հսկայական պետական մեքենայի հետ համատած մենք շատ ուզենք էլ չենք կարող ասենք իրենց փոխարինել, դա անհնար է, առայժմ լրացման ու խնդիրների բացահայտման, լուծումների մշակման խնդիրն է, որ հետո կարող ենք այդ լուծումները բարձրապես փոխանցենք ու խնդրենք, հորդորենք, պահանջենք երբեմն, որ ասենք դա իրականացվի, եթե լուծումը կարողացանք իսկապես ճիշտ գտնենք։ Իսկ Հայաստանի վիճակը, որ ասենք նախարարությունը ինչպես է աշխատում, նախարարությունը աշխատում է այնպես, ինչպես որ երևի աշխատում են ամբողջ աշխարհում եք բոլոր նախարարությունները, հիմա կրթական համակարգը ամբողջական լուրջ կրիզիսի մեջ է գտնվում, որովհետև հասարակական ինստիտուտները, հասարակական հարաբերությունները, աշխատաշուկան, այս արհեստական բանականության զարգացումը բան հսկայական մեծ մարտահրավեր են նետել ամբողջ մեր մոլորակի ազգաբնակությանը ու բնականաբար առաջին մարտահրավերի կետը դա կրթական համակարգն է, որտեղ կրթական համակարգն է մարդկանց պատրաստում ինչ որ ապագայի համար։ Իսկ մենք հիմա ապագայի հետ կապված լուրջ մարտահրավերներ ունենք ու սա հայկական ֆենոմեն չի, Հայաստանում միգուցե յուրահատկությունն է, որ մյուս երկրներում գոնե փորձում են ինչ-որ դուղության բաներ, այստեղ առանձնապես շատ բան դեռ չեմ տեսնում։ Ասացիք, որ համակարգային ճգնաժամ է, դա ամբողջ աշխարհով է համակարգային ճգնաժամ է, իսկ Հայաստանը մենք մեր պետական այրերը պատրաստ են այդ մարտահրավերները ընդունելու եւ մեզ ճիշտ լուծումներ առաջարկելու։ Եվ ցավալի է, որ կրթության ոլորտի հետ կապված մենք անընդհատ դժգոհություններ ունենք։ Դուք կհիշեք է տեսնելու խնդիրը, որ արեցի, առաջին խնդիրը դա է, չէ՞ որ ասենք դու տեսնում ես, որ ցունամի ալիքը գալիս է, ու արդեն կախել է քո գլխավերևում, հիմա իջնելու է քո վրա։ Եթե դու չես տեսնում դա, դու կհանգիստ կարող ես նստել տական արդի խաղալ ու ասել, որ ամեն ինչ նորմալ է, ինչի՞ եք տենց պանիկայի վիճակի մեջ ընկել։ Ամեն ինչ նորմալ է, մեր կրթական համակարգը հոյակապ աշխատում է։ Կադրեր չունենք, չենք ուզում տեսնել, աշխատանքն է բավականին մեծ, ծավալուն, ինչու չենք տեսնում։ Հենց որ տեսանք, պետք է լրջագույն փոփոխություններ անենք, մենք հասկանանք, որ այն ինչով մարել ենք չի աշխատում այլևս, մենք լուրջ, լրջագույն խնդիրներ առաջենք, ոչ թե ասենք էպիզոդիկ, այսինչ դպրոցում այսպեսի միջադեպ է եղել, բայց ինչպես կարող ենք այնպես անել, որ այսպեսի միջադեպ չլինի, կամ ասենք կախիչները լավ չեն կպցրել, լավ որակի չեն եղել, այնց անենք, որ կախիչները այս մակարդակի խնդիրներ չեն, մենք դրանից ասենք
մի կարգ ավելի խնդիրների մասին ենք խոսում, իսկ այդ խնդիրները միայն տեսնելը արդեն լուրջ պատասխանատվություն Օրինակ, դառնում եկեք առարկայական խոսենք խնդիրներ, մի քանի խնդիրներ։ Աշխատաշուկայի ռադիկալ փոփոխությունը։ Մենք այդպիսի բան ունենք, հիպոթեզ ունենք, որ կրթական համակարգը մարդկանց պատրաստում է աշխատաշուկայի համար։ Հիմա մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ մեծ այսպես փաստաթուղթ եմ կարդացել, թե կրթության գիտության մշակույթի եւ լիքայել բաների նախարարությունը, ասեն ինչ է անելու երեխաների մասնագիտական կողմնորոշման հետ կապված, ու ես այդ փաստաթուղթը կարդալով հասկացա, որ այդ խնդիրը չի լուծվելու։ Ես այդ խնդրի հետ կապված հանդիպել էի շատ վաղուց, մի 15 տարի առաջ, ու էլի ասացին, որ մենք այդ ոլորտում խնդիր ունենք, ու այն ժամանակ էլ հասկացա, որ չի լուծվելու, հիմա էլ հասկացա, որ չի լուծվելու։ Այսինքն մենք չենք մոտենում լուծմանը։ Մենք պարզապես ասենք ավելացնում ենք թղթերի քանակը, ծախսող ռեսուրսի քանակը, PR-ային նյութերի քանակը, բայց մարդիկ, ովքեր իսկապես պատրաստ են մեթոդական ճիշտ լուծումներ տան, շատ հազվադեպ են ցավոք։ Հիմա փորձենք հասկանալ, փաստորեն դուք ակումբային ձևաչափ եք ընտրել, ինչ է նշանակում, այսինքն որպես հասարակական կազմակերպություն, ինչպես եք ձեր ծրագրերը գրում, ով է հաստատում, ինչպես եք որոշում կամ ինչպես եք գտնում, որ դուք ավելի ճիշտ եք աշխատում, քան ԿԳՄՍ-ն, որ այդքան ամեն դեպքում նախարարություն է, նախարար, փոխնախարար, վարչության պետեր եւ այլն։ Ինչպես է որոշվում, որ դուք եք ավելի ճիշտ հիմա աշխատում եւ ձեր արդյունքը ավելի լավն է, քան այն ինչ որ կա պետական մատյաններում, այսպես ասեմ։ Այսպես այնքան ավելի փիլիսոփայական մեթոդական մասերը ես ասեմ, հետո այն ինչ որ ավելի պրակտիկ աշխատանքին է վերաբերում, որտեղ մայրենք են որ ուղղակիորեն երիտասարդներն աշխատում։ Որտեղ փաստորեն դուք այն մարդն եք, որ կարող եք լինել նաև այդ բարձր ատյաններում։ Նախ ասեմ, որ մենք որևէ կերպ չենք ուզում իրենց հետ մրցել կամ ինչ-որ ձևի, ասենք, մարտարավեր նետել իրենց, ասել, որ դուք ինչ-որ բան սխալ եք անում եւ այլն եւ այլն։ Մեր մոտեցումը բացարձակապես ուրիշ է։ Մենք կոչ ենք անում դպրոցներին, որ իրենք հենց բացեն ակումբներ։ Այսինքն այնպես չէ, մենք գնում ենք ու դպրոցներում ակումբներ ենք բացում։ Մի տեսակ ակումբ բառը շատ բան է, դա այսինքն Հիմա բովանդակային ասեմ։ Այսինքն ինչպես եղավ ընդհանուր ոնց սկսեց process-ը, մենք մի դպրոցից սկսեցինք, որտեղ 2 տարի անընդհատ պիլոտային աշխատանք էր կատարվում, մենք խոսում ենք ծնողների հետ, խոսում ենք լավ աշակերտների հետ, այսպես կոչված վատ աշակերտների հետ, այսպես կոչված ծնողական համայնքի հետ, ծնող կոմիտեի հետ, ուսուցիչների հետ, տնօրինության հետ, մոտավորապես մի կես տարի միայն հանգամանալից այդ մարդկանց հետ զրուցել ենք, որպեսզի հասկանանք ինչ է կատարվում, այսինքն որոնք են իրենք գոնե տեսնում առաջնային խնդիրները։ Դրանից հետո շատ ազատ, բայց աշակերտահեն աշակերտի կողմից նախաձեռնությունների վրա հիմնված ֆորմատ առաջարկեցինք ու տնտղեցինք բազմաթիվ աշխատանքի մոդելներ, այսինքն տարբեր փորձագետներ ենք այնտեղ տանում, երեխաները իրենք են ինչ-որ բան նախաձեռնում, դպրոցից դուրս են ինչ-որ բան անում, դպրոցի ներսում են ինչ-որ բան անում, այսինքն մի 2 տարվա ընթացքում տեստավորեցինք ահագին տարբեր բաներ ու ելի շարունակեցինք լսել այդ երեխաները, թե իրենք ինչ են ուզում։ Ու դրա հիման վրա ձևավորվեց այս ֆորմատը արդեն, որ անվանեցինք դեպի բարձունք ակումբներ, որ 4 ուղղություն է վերցրել։ Մոտեցումը ընդհանրապես մոտիկ է Արմատ լաբորատորիան, որտեղ մենք ուզում ենք իրենք իսկապես տենց համատարած վիճակի գան, բայց Արմատը մի սպეციფიկ ուղղությամբ էր անում, շատ լավ էր անում, շատ ուրախ ենք որ կա այդ ամեն ինչը, բայց ասենք այնտեղ ագին բաներ կա որ դուրս էր մնում ու 4 ուղղություն մենք լսեցինք ծնողներից, երեխաներից եւ ուսուցիչներից եւ ինքներս էլ ենք դրա հետ համաձայն, որ այդ 4 ուղղությունները ինչ որ առումով դեռ բաց են ու այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Առաջինը արդեն նշեցի մասնագիտական կողմնորոշման խնդիրն է, որի վերաբերյալ նախարարությունը ունի իր մոտեցում, եթե ինչ-որ հնարավորություններ գտնենք համագործակցությունների հետանուշ, միայն ուրախ կլինենք։ Այսինքն շատ ավելի ճիշտ է, երբ որ համադրվում են, ջանքերը, այլ ոչ թե մեկը ասում է իր մոտեցումն է ճիշտ է, մյուսը ասում է իր մոտեցումն է ճիշտ է։ Այդ մեկն է։ Երկրորդը անհատական աճի, անհատական զարգացման հետ կապված երեխաներ, ասենք լրջագույն խնդիրներ ունեն, այսինքն ահագին խնդիրներ ունեն դրա հետ կապված, որ չգիտեմ պարապես ինչպես դրանց հետ աշխատեն, որովհետև բուրըն աճի շրջանը իրենց մի քիչ ուղղություն է պետք, որպեսզի կարողանան ճիշտ նավիգացիա անել այս համակարգում։ Այդ երկրորդ ուղղությունն է։ Այս խնդրի հետ կապված դպրոցը թողնում է ծնողի վրա, ծնողը թողում է դպրոցի վրա։ Հիմնականում հա, բարեբախտաբար կան ծնողներ, ուսուցիչներ, որ ասենք բավականին բան անում են այդ ուղղությամբ, ինչ որ հաջողություններ են մնում, բայց մեծ առումով այո, կարող ենք ասել, որ այդ իրական շատ հուզիչ բան եղավ մի անգամ դպրոցում, բառից բուն իմաստով արտասվեցի, որ երեխաներից մեկը ասեց, առաջին անգամ կյանքումս տեսնում եմ, որ այն մարդը, որ եկել է մեր մոտ, քարտ չունի մեր վրա։ Այդ նշանակումն էր, այսինքն ծնողներին, ուսուցիչներին եւ մնացած էքսպերտներին, ՀԿ-ներին, բան եւ այն բոլորին, բարձ մարդը ասեց, թե ինչ է մտածում ես մոտեցման մասին, դա իսկապես շատ ծանր էր իմ համար այդ լսելը, բայց պետք է անենք, մի բան պետք է անենք ու այդպես չլինի։ Այսինքն այդ ուղղությամբ այո, փորձում ենք իրենց թեւո թիկուն կանգնենք ու երկու այլ ուղղություն էլ կա։
մեկը մարդ բնություն ենք դրել այդպեսի կոդավորված, դա էկոլոգիական գիտակցության մասին է խոսքը, մարդը հասկանա, որ այս էկոհամակարգի մեջ է ապրում, բնության հետ որոշակի հարաբերություններ, արշավներ, բնության խնամքի վիճակներ, էկոլոգիական մարտահրավերների մասին գիտելիքները, երկրորդն է, որ մեր վրա չկենտրոնանք, ամենակ մարդը հասկանա, որ նաև շրջակա միջավայր գոյություն ունի եւ վերջինը դա սոցիալական միջավայրի մասին է, անունը դրել ենք դպրոց համայնք հայրենիք։ Իմաստը այն է, որ երեխաները հասկանան ու կարողանան վերլուծել խնդիրները ամենափոքրիկ իրենց համայնքից սկսած ավելի մեծ համայնքի եւ ավելի մեծ համայնքի եւ ավելի մեծ համայնքի վերաբերյալ եւ նաեւ կարողանան ծրագրային լուծումներ մշակել իրենց մակարդակով, իրենց փոքր մոտեցումներով դրանց լուծման մասին, այսինքն կարողանան համ հասկանալ, որ կան խնդիրներ, վերցնել պատասխանատվություն եւ իմանալ, թե ինչպես դա կարելի է վերածել գործողությունների եւ ինչ որ բան իրենց ուժերի ներածին չափով անել։ Այս 4 ուղղություններն ենք վերցրել։ Հիմա այդ ուղղությունների հետ կապված մհերին գուցե արդեն հարցը սուղեմ։ Դպրոցում անցնում են շրջակա միջավայր, այդ առարկան անցնում են։ Այդ դեպքում ինչ տարբերություն այդ ձեր տրված բնության հետ աշակերտի սերտանալու, չգիտեմ, իր շրջապատը ճանաչելու որն է տարբերությունը։ Դա ինչ որ պրակտիկ դասագրքերից գնում եք դեպի բնություն, թե ընդհանրապես մեթոդներ ունեք, որ գրավում են։ Եվ ընդհանրապես բարձունքում ինչպես են երեխաները հայտնվում, դուք ինչպես հայտնվեցիք եւ որտեղ եք սովորում։ Սկզբից սկսենք, հա, ընդհանրապես դասընթացների ժամանակ վերցնենք օրինակ մարմնություն թեման։ Միանգամից երեխեքը կապում են իրենց անցածի հետ, դասագրքում ինչ են անցել, ինչ են ուսումնասիրել, ու շատ կարևոր է, որ մասնագետն էլ այնտեղ գնալուց ուսումնասիրի ու հասկանա իրենք ինչ վիճակում են գտնում։ Օրինակ 7-րդ դասարանցի երեխան շրջակա միջավայրից կամ բնագիտությունից ինչ հասունասիրել ու հասկացել, բայց մեր դասընթացների ընթացքում փորձում ենք էլի մի աստիճան վերև բարձրանալ դասագրքից ու մի քիչ լայն ու համակարգային նայել, հա, այն ամեն ինչի ինչ որ ուսումնասիրելու ենք։ Օրինակ մարմնություն կապը շատ հաճախ կապում ենք հայրենիքի հետ, փորձում ենք երեխաներին արշավների միջոցով, այսինքն բացի տեսական դասընթացներից, սեմինարներից, նաև պրակտիկ ինչ-որ վիճակների բերել։ Արշավների ընթացքում բնության հետ առնչվելու հետ մեկտեղ ծանոթանում են հայրենիքին, ճանաչում են հայրենիքու հետ, շղթան է իրենց մոտ ձևավորվում, հա, հայրենաճանաչություն, հայրենասիրություն ու հայրենատիրություն այդ նամուր շղթան ոնց որ ու կարևոր է որ հասկանան այդ ամեն ինչը սկսվում է բնությունից։ Ինչը կապված է մասնագիտական կողմնորոշման հետ, էլի փորձում ենք իրանց անցածին զուգահեռ փորձել բացատրել ժամանակի մասնագիտությունները, ապագայի մասնագիտությունները կամ արդեն ներկայի, հա, այդ փոփոխվող աշխարհում ընդհանրապես իրանց տեղը իրանք ոնց կարան գտնեն։ Սա ամեն ինչը համակարգային մոդելի մեջ են, հա, իրանք սկսում պատկերացնել ու վերջում ոնց որ իրանց կուտակած բոլոր գիտելիքները գալիս է ծառայելու են մեր վերջի ուղղությանը, դպրոց համայնք պետություն ուղղությանը, որ իրենց արդյունքը ցույց են տալիս ինչ որ պրոյեկտների ձևաչափով։ Նու այդ պրոյեկտների մեջ, համայնքային ծրագրերի մեջ կամ ինչ որ ցանկացած նոր գաղափարի հետ բախվելիս կարևոր է շատ իրանց մոտիվացիան պահպանել, հա, ու ընդհանրապես ուսուցչի կարևոր խնդիրներից մեկն է, որ իրենց վստահեցնեն, որ իրենց նախաձեռնությունը շատ կարևոր է, կարա լավ ազդեցություն ունենա։ Ու փորձում ենք նաև այդ զարգացնել իրենց մեջ, առաջնորդական հմտություններ տալ, որ կարողանան իրենց ծրագրերը միջև առաջ տանել ու նախաձեռնություններով ընդհանրապես հանդես գալ։ Թե ոնց են հայտնվում երեխաները բարձունքում, հա, ու բարձունքը իր տարբեր ծրագրերի շրջանակներում առնչվում է տարբեր տարիքային խմբի մարդկանց հետ, հա, ու երբ որ մարդը անհատը տեսնում է, որ այստեղ կարևոր ինչ-որ բան է կատարվում, որ առաջի հերթին օգտակար է իրան, երկրորդ հերթին հնարավորություն է, որ այս համայնքի միջոցով ինքը ինչ-որ գործի մեջ ներդրում կատարի, ինքը ինքնական միանում է, հա, ու մենք անընդհատ փորձում ենք տարածել տարբեր համայնքներում, համագործակցում ենք տարբեր կառույցների հետ, ինչպիսիք են մեմը լսած կլինեք, էլի հզոր միտքը, ուսանողի տունը, այդպես շարունակ։ Համայնքներում որ համայնքներում կաք։ Մեր դպրոցները, որոնց հետ աշխատում ենք, այս բային մեկը Երևանում է, մնացած 5-ը մարզերում, տարբեր մարզերում, ու այս տարի էլ հայտարարությունը արդեն մինչև 3 բացեր, 3 փակեցինք արդեն հայտադիմումները, եւս 10 դպրոց այս տարի պատրաստում ենք մտնել ու նայում ենք, թե ընդհանրապես որ համայնքներում կա այդ ցանկությունը մեր հետ աշխատելու, իրենց հետ էլ աշխատում ենք, տենց նախընտրություններ չունենք, հա, թե որտեղ լինենք։ Համայնքային
աշակերտների մասին խոսենք, մարզերի ապրող երեխաների, բոլորս էլ գիտենք, որ գյուղի կյանքը բավականին դժվար է։ Դուք ինչ պետք է կարողանաք առաջարկել այդ երեխաներին, այդ աշակերտներին, որ նրանք մնան իրենց հայրենիքում։ Որտեվ ամեն դեպքում բոլորը ձգտում են դեպի քաղաք եւ հիմա ցավալին այն է, որ բոլորը ձգտում են դեպի մայրաքաղաք։ Այդ էլի հայկական ֆենոմեն չի, բայց դա մեզ դիչում է Ղիթարի իհարկե։ Այսինքն մենք ամբողջ աշխարհում ունենք այդ ուրբանիզացիայի process-ները, գյուղերը դատարկում են եւ այլն ավանդական գյուղատնտեսության մեխանիզմները փոխվում են։ Հետ են գնում, որովհետեւ մասսայական սննդի արտադրության վիճակներն են ավելի արագ գնում, ավելի արագ զարգանում։ Այսինքն այդ բնական process-ներ են, բայց մենք պետք է հասկանանք ինչպես ենք դրա հետ մենք աշխատում, որտեղ ի վերջո մենք չենք ուզում, որ մենք ունենանք մի մեծ Երևան եւ դատարկ Հայաստան, այսինքն ոչ մեկի մոտ դա հաճելի տարբերակ չի։ Այստեղ մի քանի բաներ ավելացեմ նաև Մայրի ասացած, ու նաև ձեր հարցին կպատասխանի։ Հարցը այն է, որ այդ բոլոր process-ները որ կան, այնտեղ կան հստակ մարտահրավերներ, արդեն նշեցինք, այսինքն, բայց ես չեմ տեսնում, ցավոք շատ քիչ եմ տեսնում մեթոդական լուծումները դրանց վերաբերյալ։ Այսինքն որ մենք տեսնում ենք այսպիսի մարտահրավեր, կենտրոնիկ մասնագիտական կողմնորոշման կամ անհատական աճի խնդիրները չեն կարող լուծենք, հա։ Լավ, ինչ է պետք, որպեսզի դա լինի, հա։ Այսինքն ինչ խնդիրները որտեղ են, դրանց լուծումները մեթոդական որտեղ, ու դրանից հետո նոր ասենք ծրագրային վիճակին։ Իմ մոտ տպավորություն կա, որ Հայաստանը մեծամասամբ այդ թվում նաև պետական մակարդակում սկսում են բյուջեից։ Այսինքն ասում են այսքան փող արի առանձնացնենք, հետո դրանից դու մտածում ես այդ փողով ինչ կարելի անել, հետո մտածում ես այդ փողով ոնց կարելի ասենք ծրագրերը, այսինքն հետ են գնում գումարից սկսած, բայց այդպես ճիշտ չի։ Այսինքն մենք ունենք մեթոդական լուծումների խնդիր։ Օրինակ կեմար անհատական աճի հետ կապված ասացինք, որ դա ամենակարևոր խնդիրներից մեկն է երեխաների համար, իրենց պետք է նավիգացիայի քարտեզ։ Մարդը պետք է մարդ է, փոքր մարդ է, որ դու կմեծանա կդառնա մեծ մարդ։ Այդ մարդկանց պետք է ինչ որ նավիգացիա, հա, այսինքն ոնց ես հասկանում, դա ուզում եմ զարգանամ, ուզում եմ մեծանամ, մեծ խելոք, լավ մարդ։ Ինչ պետք է անեմ, հա։ Ու դրա համար օրինակ եմար մենք մշակել ենք բազմակի ինտելեկտի վրա հիմնված մոդել, որ 8 ուղղություններով, սկսած ասենք թվայինից, մարմնականից, ինտելեկտուալից, զգայականից, սոցիալականից եւ այլն, բոլոր ոլորտներով ինչպիսի հմտություններ են պետք իրենց որպես մարդ եւ ինչու՞ չէ նաեւ աշխատաշուկան ինչ է պահանջում, հա։ Ու այդ բոլորը կազմում է մի քարտեզ, որ մարդուն հնարավորություն են տալիս այդ puzzle-ը իր հավաքել կախված իր նախընտրություններից, ոլորտից, որտեղ ուզում է գնա, ինքը հասկանա թե լավ ինչ պետք է ինքը անի։ Բայց այդ քարտեզը միայն ձեր բարձունքի կայքում է, թե այդ քարտեզը հասանելի պետք է լինի։ Դա նոր է մշակված, հիմա տեստավորման փուլում է եւ այլն, բայց առայժմ ովքեր որ մասնագիտական համայնքից ովքեր որ տեսել են, ասում են բավականին լուրջ հետաքրքիր բան է, ու պետք է կիրառման մեջ մտնի, բայց դա քարտեզը մի բան է, իրական աշխարհը ասում են մի խառնեք միշտ քարտեզը իրականության հետ, այսինքն որտեղ դա թղթի վրա տափակ է նկարված քարտեզ, իսկ այնտեղ սայր կան, ձորեր, լճեր, գետեր եւ այլն, այսինքն կենթանություն տար այդ քարտեզին, բոլոր այդ ուղղությունների համար առաջարկներ, որակյալ կրթական առաջարկներ ձևավորել, դա հսկայական երկարաժամկետ աշխատանք է, որ հիմա մենք այս ակումբների շրջանակներում առաջին փուլով մինիմալ մակարդակով փորձում ենք լուծել, օրինակ եթե մասնագիտական կողմնորոշման մասին է խոսքը, ասում ենք լավ ոնց անենք այս հարցը, այսինքն մենք հասկանում ենք, որ ինչ է, երեխեքը ինչ խնդիր ունեն, օրինակ եկել են բարձունք, ասում են բարձունքում, ասենք մի IT խումբ կա, ասենք կլինի մի հատ իրենց հետ խոսենք ու հարցնենք իրանք ոնց են աշխատում, ինչ է բանը, որ ես հասկացա մարդի ուզում է այդ ուղղությամբ գնա, բայց ինքը կենթանի մարդ, որ դրանով ազբաղում, գրասենյակ որ դրանով ազբաղում, ինքը չի պատկերացնում, չի հասկանում։ Այդ այս մենք հասկացանք, որ մենք պետք է հնարավորինս կենթանի կոնտակտ ստացանք երեխաների հենց աշխատանքային դաշտի հետ, հենց այն փորձագետները, թե հենց հիմա այնտեղ աշխատում են, այսինքն թե բերենք այդ մարդկանց այնտեղ, թե իրենց տանենք այնտեղ, ցույց տանք, թե ինչ է կատարում։ Այդ մի խնդիրն է, որ այդպես հանեցինք, ասենք դա պետք է լուծվի։ Ծրագրի մեջ ինտեգրվեց։ Երկրորդը մենք հասկանում ենք, որ մենք ունենք աշխատաշուկայում ոչնչացող մասնագիտություն։ Բառից բուն իմաստով, այսինքն արհեստական բանականության ավտոմատացման հետ կապված հսկայական քանակի մասնագիտություն, որ հիմա հենց երեխան, հենց այսօր բազմաթիվ երեխաներ Հայաստանի Հանրապետություն որոշում են կայացնում, որ պետք է գնան այդ ուղղությամբ, բայց այդ ուղղությունը չկա արդեն։ Ինքը չկա, ինքը չի լինելու։ Եվ նույնիսկ ծնողը դրա մասին ոչ ծնողը գիտի, ոչ ուսուցիչը գիտի, ոչ երեխան գիտի։ Այսինքն այդ երկրորդ մասն է, որ ասացինք լավ, ուրեմն եկեք այդ մտցնենք ծրագրի մեջ, հասկանանք գոնե ինչ պարամետրներով տեսնենք, թե որ մասնակ, որտեղ մենք էլ չենք կարող ասենք այնպես չի որ ապագան տեսնելու պայծառատեսության ունակություններ են, բայց գոնե այո, գոնե մոտավորապես ասենք այս պարամետրներին համապատասխանողների շանսը վերանալու ավելի մեծ է, իսկ այսպիսի պարամետրներում ավելի քիչ է, հա, այդ երկրորդը։
Երրորդը բոլորը ասում են, որ գալու է նոր մասնակցություն, հիմա արդեն գալիս է նոր մասնակցություն, լավ, որոնք են դրանք, ինչ պարամետրով երեխան հասկանա, թե որն են այն հեռանկարային ուղղությունները, որտեղ որ ինքը արժի, իր ծնողը արժի իր ռեսուրսը ներդնի, ինքը արժի իր մարդկային ռեսուրսը ներդնի, որպեսզի հասկանա, որ ապագա ունի դա, ասենք նույն, ասենք նեյրոկենսաբանության հետ կապված, ինչ որ հիբրիդային մասնագիտություն, ասենք մաթեմատիկան, հոգեբանության եւ machine learning-ի հետ կապված է, այսինքն չգիտեմ, ասենք կամ կենսաբանություն եւ նյութաբանություն իրար հետ համադրված է, այսինքն հսկայական հետաքրքիր նոր մասնագիտությունների բույլը առաջանում, որի մասին մարդիկ չգիտեն, ու չեն լսել, որ այդպեսի բան կա։ Այսինքն ծանոթացանք նորին։ Այստեղ ընդհատեմ ձեզ, այդ դեպքում դպրոցից դուրս առարկաների պարապելը, այսինքն մարդիկ պարապում են, նույնիսկ նրանք չեն կարողանում երեխաներին ուղղորդեն, որտեղ իրենք էլ տեղյակ չեն։ Ավտոմատ այդ ավանդույթը պահպանվում է, որ դպրոցից դուրս պետք է պարապեն, որպեսզի նայեք, այստեղ մենք գալիս ենք էլի նրան, որ իմաստ չունի ընդհանրապես, ասենք օրինակ, որ մենք մրցենք կրթության նախարարության հետ, որտեղ մենք գործ ունենք համակարգային ճգնաժամի հետ, որ մենակ համակարգը կարող է հարցերը լուծի, այսինքն ու ոչ մի մարդ, ես ինքս ասենք, երբ որ առաջին այդ ChatGPT համակարգը դուրս եկավ հայաստական բանականության, այսինքն դրա հաջորդ շաբաթ օրը ես գնացի, ասենք, վճարովի տարբերակը ու հիմա երևի 5 տարբեր հայաստական բանականության համակարգի վճարովի տարբերակները վերցել են, որ ուսումնասիրեմ, հասկամ են դա ինչ է կատարում։ Ես ոնց որ շատ հիմար մարդ չեմ, մի քիչ ուղեղս աշխատում է, ու ես օրեկան առնվազն 30 րոպեից մի ժամ տրամադրում եմ դրան հասկանալու արդեն 2 տարի է։ Ու ես չեմ կարողանում ամբողջական դառնալ, որովհետև դա պետք է կոլեկտիվ մտագործունեության process-ներ լինեն դրա համար, հա։ Ես ոնց կարող եմ այդ տեսնելով իմ աշխատանքի ծավալը, ես դա պահանջել, որ ինդիվիդուալ մակարդակում որևէ ծնող կամ դասատու կանի։ Սա համակարգային խնդիրներ են, մենք սրանց համակարգային լուծումներ պետք է տանք ու բարձունքին այն մոտեցումն է դա, որ մենք բոլոր են պայծառ ուղեղներ։ Աշխարհը առաջ է գնում, դեռ մենք նույն տեղում ենք։ Այն պայծառ ուղեղները, որ կան, այդ բոլորը պետք է իմի բերեն իրենց մտավոր փորձի հետ կապված եւ ամեն ինչը, որպեսզի կարողանանք այդ առաջ գնացող աշխարհին համակալ գնալ։ Ու դա հնարավոր է, որովհետեւ ես ինքս իմ փորձի բերումով ես աշխատել եմ ոչ միայն Հայաստանում, բազմաթիվ երկրներում, Հայաստանի շատ ավելի վատ վիճակում եղած երկրներից սկսած Հայաստանի շատ ավելի լավ վիճակում եղած երկրներ։ Ու ասեմ, որ մենք ունենք այդ պոտենցիալը, մենք իսկապես ի վիճակի ենք, դեռ կարող ենք դա անել, բայց գնացքը քանի գնում արագանում է, ու կարող է ինչ-որ բան լինի, ու արդեն ուշ լինի դա անել եւ ավելովա գնանք այդ դեպքում։ Հիմա խոսենք այդ ակումբային ձևաչափի մասին։ Դուք ասում եք բարձունքը կոչ է անում բոլոր դպրոցներին անցնել այդ ակումբային քննարկումներին, ճիշտ եմ հասկացել։ Մենք կոչ չենք կարողանալ բոլորին ասել, որտեղ հիմա եթե բոլորը հանգած անցնեն, մենք չենք կարողանալու իրենց բոլորին սպասարկել, որովհետեւ մեր ունակություններն էլ աճում են համապատասխանաբար ասենք մեր ճիքերին, ջանքերին ու այստեղ նաև այն բանն է, որ էլի մարդիկ ասենք ձեր հեռուստադիտողները նաև պետք է հասկանան, որ ասենք օրինակ եմա շատ բարձ օրինակ բերենք, ասենք Արեգը կրթության ոլորտի փորձագետ է, Սերոպը Խաչատրյան կրթության ոլորտի փորձագետ է, Արան Աթայան եւ տարբեր մարդիկ, այսինքն այս մարդիկ պատրաստ են օրինակ եմա այս ոլորտով աշխատեն, ներկայացրեն, ասեն շատ լավ, բարի է, եկեք աշխատենք։ Բայց ես օրինակի համար կարող եմ ժամանակ էներգիան ծախսեմ, մտածելով, ասենք որտեղից 300,000 դրամ ճարենք, որ ասենք այդ բոլոր դպրոցի երեխաները հավաքվեն միտեղ, իրար հետ ինչ որ լավ կրթական մի բան կազմակերպենք։ Ու իմ ռեսուրսը, որ ես պետք է ծախսեի մեթոդական մշակումների վրա, լուրջ բաների մշակում, ես ծախսում եմ պարզ, պրիմիտիվ, ընթացիկ խնդիրների լուծման վրա։ Իսկ այստեղ մարդիկ կարող են, օրինակ նույն ձեր հեռուստադիտողների մեջ, որ ասենք իրենց համար դա ընդհանրապես խնդիր չի։ Այստեղ ամեն մեկը պետք է անի այն, ինչ որ իր կողմից հնարավոր է ու բոլորս իրար հետ իմի բերելով կարող ենք այն։ Կարեկը չի կարող ասենք համ զբաղվի ասենք պոնչիկի հարցով, համ տրանսպորտի հարցով, համ մեթոդական մշակման, ամեն հարցով։ Դրա այդտեղ էլ մեզ պետք է որ բոլորը իմի գան, որ մենք կարողանանք ասենք ռեսուրսի մասին գոնե չմտածենք, հասկանում եք, ասենք զարմանում են, ասենք մարդիկ, որ արեգա, ասենք բավականին թանկարժեք ռեսուրս է, եկել է իրեն դրել է, բայց ասենք նաև դրան զուգընթաց ինքը ստիպացանում զբաղվի, ասենք երեխաներին, ասենք մի հատ բուտերբրոդ տալու հարցով, որ ասենք գան հասան այնտեղ, այդ արդար չի, ճիշտ չի, ու մենք այդ դրա մասին պետք է մտածենք։ Այսինքն այն մարդիկ, ովքեր կարող են բուտերբրոդ ապավեն, թող գան բուտերբրոդ ապավեն։ Ես էլ հանգիստ կարողանամ զբաղվել մեթոդական մշակումներով։ Նույնիսկ չի որ ասենք ես նեղվում եմ, ես խնդիր չունեմ, ես կգնամ այդ երեխաների հետ հողել կփորեմ։ Այնպես չի որ ասենք իմ չիները կընկնեն, եթե ասենք ես այդ գործը բացարձակապես։ Բայց ես եթե ստեղ կարող եմ ավելի շատ անեմ, ես այդտեղ պետք է անեմ, ոչ թե ամեն ինչով զբաղվեմ, մեհերը ամեն ինչով զբաղվի, իսկ այն մարդն նայի ասին, չէ, ոնց որ
դեպի բարձունքի ակումբները այնքան էլ լավը չեն։ Մի քիչ որ ավելի լավ լինեք, այն ժամանակ կգանք։ Այդ երբ որ ամեն ինչ լավ է, շատ հեշտ է գալը։ Այստեղ մարդիկ, ովքեր մանավանդ ասենք մեզ լսում են, այն մարդիկ որ մի քիչ հոտառություն ունեն, պետք է հասկանան, որ ստեղ ինչ որ լավ բան է գալիս, ու եթե չհաջակցենք, չի գալու, չի լինելու, ասենք մենք կհյուծվենք, կթափվի, ամբողջ մեր էներգիան կփոշիանա, ու ասենք ինչ որ բայ այդ ամեն ինչը չի ստացվի։ Այստեղ մեր մոբիլիզացիայի խնդիրը ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Մեհեր, դու որտեղ ես սովորում։ Երևանի պետական բժշկական համալսարան։ Հա, մասնագիտությամբ ապագա դեղագետ եմ։ Ապագա դեղագետ։ Բարձունքում հայտնվելով որպես երիտասարդ սերունդի ներկայացուցիչ, օրինակ, ինչպես կփոխեիք մեր երկիրը, ինչից կսկսեիք։ Մեզ ասում են երբեմն դուք հին եք, ձեր մտածողությունը, ձեր ավանդույթները, դուք որպես երիտասարդ սերունդ, ինչից կսկսեիք փոխել այդ կրթական համակարգը։ Տեսեք, բարձունքը հենց կրթական շարժում է դարձել ինչի համար, որովհետև ցանկացած ոլորտում ինչ որ բարեփոխում անելու համար ընդհանրապես պետքա կրթության դաշտում խնդիր լուծել, հետո անցնել այդ ոլորտին ցանկացած դաշտում, որ մտածում ենք այս ոլորտում մասնագետները ինչի չեն աշխատում, որովհետև կրթության ոլորտում թերացել ենք, դրա համար էլ այդ դաշտում հայտնվել են ոչ կիրթ մասնագետներ։ Ինչպես պետքա կազմակերպենք մեր կրթությունը, ես պատկերացնում եմ, որ պետքա աշխատենք սերնդի հետ ու աշխատելուց այդ սերնդին մոտենալուց մի ձեռքում մեր պետքա լինի մեր արժեքները, պատմությունը, մշակույթը, ազգայինը, այդ ամեն ինչը գումարած, մյուս ձեռքում պետքա միանշանակ լինի այն աշխարհին համընթաց գնալու համար անհրաժեշտ տեխնոլոգիան, գիտելիքը, մոտեցումները, հմտությունները ու մենակ այդ երկուսի համագումարով ու միքսով կարողանանք որակյալ պրոդուկտ տալ։ Բացի դրանից թույլ չտանք, որ երկրից գնան, որտեվ եթե նրանք չեն գտնում այդ ամենի այստեղ, բնականաբար փնտրում են այլ երկրներում եւ պարոն Թադեոսյան ցավալի է, մի կողմից թե ցավալի է, թե ինչ որ գովելի է, շատերը դպրոցի հետ կապված, ասենք արտահուսումնական ծրագրերով մեկնում են արտասահմանում են սովորում եւ ինչ որտեղ հպարտանում են ծնողները, որ իրենց երեխաները եւ այդ երեխաները հետո հետ չեն դառնում։ Ու դա այդքան ցավալի չի, ովքեր հետ վերադառնում, ես էլ եմ ասենք ամենատարբեր դրսում ասենք տրեյնինգային հնարավորությունից օգտվել, իմ ընկերներից է շատ մարդիկ կա որ գնացել նույն Ամերիկայում են ուսանել, Անգլիայում են ուսանել, շատ հետաքրքիր երկրներում ուսանել են, հիմա եկել են ու երկրում կարողանում են ասենք իրենց տեղը գտնել ու այստեղ մեկ-մեկ ավելի լավ են իրենց զգում, քան թե ասենք նույն այդ երկրներում, չնայած այնտեղ ապրել են ու տեսել են բոլոր այնտեղի թե դրական թե բացական կողմերը, որտեղ ասենք շարքային մեր քաղաքացին մտածում որ ասենք այդ Եվրոպաներում ասենք շոկոլադե գետեր են հոսում, զմրուկները ծառայի վրա են աճում, ամեն ինչ նորմալ է եւ այլն։ Այդպես չի ընդհանրապես, նախ իրենց այնպես չի որ եվրոպական երկրներում նստած անհամբեր սպասում են թե երբ ենք մենք գնալու որ ասենք մեզ թակավորի պես պահեն այնտեղ, բացարձակապես ոչ, ասենք դու միշտ այնտեղ լինում ես երկրորդ սորտի մարդ, որպես այդպեսին։ Երկրորդը մենք այստեղ ունենք հսկայական ֆրոնտ գործողություն, մենք ունենք հսկայական քանակի ռեսուրսներ, որոնք որ ընդհանրապես օգտագործված չեն։ Նույն գյուղատնտեսության մասին խոսեցիք, ասենք գյուղի մասին խոսեցիք, ես ձեզ մի օրինակ բերեմ, պարզապես մի ծրագիր ենք ամ Տաթև գյուղում 10 երկրներից երիտասարդներ են եկել, ու Ռումինիայից մեր մասնակիցը կորել է, չեն կարող գտնել։ Գոռում են Ադրիան չկա։ Այն ժամանակ այդ Տաթևի գլխին կարելի է բարձրանալ այն տանիքի նստել, շատ հետաքրքիր լավ տեղ է, մենք դարձանք նստած այնտեղ։ Ասում ենք Ադրիան գոռում ենք, ճչում ենք ուր ես բան, ասում է ես չեմ հասկանում։ Ասում ինչ չես հասկանում։ Ես չեմ հասկանում։ Ասում ինչի չես հասկանում, Ադրիան գժվել ես։ Ասում ես չեմ հասկանում, ոնց է հնարավոր այս հսկայական ռեսուրս ունենալ, այս բնություն, այս ճկնաղ վիճակներ ունենալ, այս վիճակում ապրել, ոնց որ այս մարդիկ են ապրում այստեղ։ Ու դա շատ պարզ հարց է, որին մենք պետք է ունենք լավ նույն ձևի պարզ պատասխան։ Մենք ունենք աննորմալ մեծ ռեսուրս։ Որ ինչ ենք անում, որ այդ ռեսուրսը օգտագործենք եւ ինչու չենք անում։ Մենք օրինակ աշխատում ենք ձեռնարկության խթանման ոլորտում նաեւ։ Մենք աշխատում ենք ասենք կրթական հնարավորության ոլորտում, որ մարդը տեսահորիզոնը բացվի, հիմա փառք Աստծո, ասենք եթե ինչ որ մեկ ուզում է ինչ որ հետաքրքիր մի բան աճացնի իրենց բակում, որ ասենք մի կիլոգրամը ասենք $30 արժի դրա։ Ասենք դա հնարավորություն է կան դրա, պապս մտնում ես YouTube, մի հատ մտնում ես ասենք մի հատ էլ Facebook-ում, LinkedIn-ում փնտրում ես մասնագետներ ու բաց են մասնագետները Հայաստանի, տարբերություն շատ երկրների, որ ասենք կօգնեն քեզ, լիքը մարդ գտնի, որ կօգնի, որ ճիշտ աճացնես, ճիշտ որոշես հողի տեսակը բան եւ այլն, ամեն ինչ ունենք։ Մնում է որ մենք կարողանանք մեթոդական եւ կազմակերպչական մոբիլիզացված ճիշտ ռեսուրս ունենանք, որպեսզի այդ ամեն ինչը սկսի աշխատել։ Բայց ես տեսնում եմ, որ ասենք մենք շատ հաճախ չենք անում, որովհետեւ անընդհատ մենք
ծրվում ենք տարբեր թեմաներով։ Ու անընդհատ ինչ որ թեմա կա, որի վերաբերյալ մենք պետքա ծրվենք։ COVID-ից սկսած մինչև առ այսօր պատերազմի վիճակներ, Արցախի հետ կապված այդ ողբալի վիճակներ եւ այլն, մեզ անընդհատ մենք չենք կարող կենտրոնանալ, որովհետեւ մանանդ ԶԼՄ-ների դաշտում եւ շփոթ չի լինում, որ ասենք մի հատ sense մի բան չլինի, որ ասենք դու պետքա դրան ուշադրություն դարձնել, էներգիա տրամադրես, հա։ Մենք պետքա սովորենք կենտրոնանալ մեր խնդիրների վրա, ես չեմ ասում, ասենք թողնենք այդ հարցերը, որտեղ այդ հարցերն է պետքա լուծենք, հա։ Բայց պետք է կարողանանք չշեղվել։ Իսկ հիմա ամբողջ ԶԼՄ-ների դաշտը ոնց որ հատուկ տրամադրված է, էլի մենակ Հայաստանում չէ, ամբողջ աշխարհով մեկ անընդհատ որ մեզ զբաղացնեն ինչ որ բաներով եւ մենք չկարողանանք բարձ բաներ մեր ընթացիկ կյանքի խնդիրներ լուծել, որ ծնողը մտածի իր երեխայի համար այսպիսի հնարավորություն կա։ Մի հատ հասկանա, այսինքն այդ հնարավորությունից դեպի բարձունքը ով է, ինչի մասին է, օգուտ կա դրանից, թե չէ։ Հետո մի հատ տանի, ստուգի, տեսնի, ասենք մհերը լավ է երեխեքի հետ աշխատում, թե չէ։ Այս արեգ ով է ընդհանրապես իր մտքերից դուր գալիս են, թե չէ, իր արժեքային դաշտը դուր գալիս է, թե չէ, ասենք կենտրոնանանք մեր գործի վրա, որ դուք ձեր երեխային եթե տանում եք, տալիս եք ինչ որ համակարգ է, հա, կրթության, այսինքն մանկապարտեզից սկսած մինչև բուֆորնենք, ասենք մի 20 տարի ժամանակով թրաֆիքինգի եք տալիս, ասենք ինչ որ համակարգի։ Մենք պետք է հասկանանք ինչ եք ուզում այդ համակարգից։ Գոնե պետք է պարզն է ձեր, որ այս ABC խնդիրը պետք է լուծի, եթե չի լուծում, ապա մի բան պետք է անեք, որ լուծի, հա, այսինքն վերջի վերջո ասենք չես կարող մենակ դժգոհ ես, ասես, «Ո՞й, ինչ վատ է մեր կրթական համակարգ չի լուծում այս հարցը»։ Փաստորեն հարցերի պատասխանները ձեզ մոտ գտնում են ոչ միայն երեխաները, նաև ծնողները։ Մենք շատ ուզում ենք, որ մեր աշխատանքը լինի ոչ երեխաների հետ միայն։ Մենք անպայման տեսնում ենք, որ ասենք մենք փորձագիտական համայնք կազմակերպիչներ, դպրոցի տնօրինությունը, դպրոցի կրթական համայնքը, դպրոցի ծնողական համայնքը եւ երեխաները իրար հետ այդ ոլորտն է պետք է իրար հետ աշխատեն, որովհետեւ մենք կարողանանք լուծում տալ։ Թե չէ օրինակի համար ասենք մենք կարող ենք ասենք ակումբի ժամանակ ասենք մի բան ասել այդ երեխային, կգնա տուն, իհացնող ասի, «Բալիկ ջան, ինչ ես այս կոմեն գնում, ստիս բաներ են, դες բան չկա, էսի սենց այն նենց է բանի»։ Մեր արածը գզրոյանա կգնա գրողի ծոցը դրա։ Մեր ընդունված է, եթե ես բժիշկ եմ, դու պետք է բժիշկ դառնաս, անկախ այն ամեն ինչից, այդ բժշկի մասնագիտությունը հիմա ունի պահանջ, թե ոչ։ Ինչպիսի բժշկի մասը, որ ինքը լսել է, որ ասենք ենթան չեմ խիրուրգի, որտեղ ասենք ինքը ճանաչել է Վալո Ձյաձյային, որ խիրուրգ է եղել ու շատ լավ եղել է գործերը, դրա համար հենց հիմա պետք է երեխան դառնա խիրուրգ, բայց կարող ինչ-որ բան է փոխվել, կարող այնտեղ ասենք օրինակ չգիտեմ, դեղագիտության ոլորտում կարող ինչ-որ հսկայական հնարավորություն են բացվել արհեստական բանականության հետ կապված, ու ինքը ընդհանրապես ի վիճակի էլ չի հասկանա այդ խնդիրները, հա, այստեղ գալիս է վստահության նաև խնդիր, որ պետք է լինեն համակարգեր, որոնց ենք վստահ են, որտեղ չես կարող դու ամեն ինչ իմանալ, հա, ես էլ չեմ կարող ամեն ինչ իմանալ, բայց կա արդյոք օրինակ ես վստահում եմ, ասենք այս դեպի բարձունքին, որ իրենք ոնց որ թե գործից հասկանում են, ոնց որ թե մի քիչ ավելի լավ են հասկանում, երեխան մի քիչ ավելի լավ ուղղություն ցույց կտան, քան թե ես, մի քիչ ավելի լավ կկարողան խնդիր լուծել, քան թե ես։ Իսկ այդ վստահության խնդիրը հակառակն է հիմա։ Այսինքն մարդկանց մոտ սերմանվում է անվստահություն անընդհատ ամեն ինչի նկատմամբ, թե մարդու խոսածի նկատմամբ, թե կրթական համակարգի նկատմամբ, թե նույն կրթության նախարարության նկատմամբ եւ այլն եւ այլն, այսինքն որ մենք քրոնիկ կերպով բոլորս բոլորից չենք վստահում։ Ու այդ այդպես չի կարող է, երկիրը անհնար է, երկիրը համակարգ է, եթե բոլոր էլեմենտները իրար չվստահեն, ոնց կարող ենք մենք որպես համակարգ ինչ որ խնդիր դնենք մեր առաջ եւ լուծում տանք այդ խնդիրը։ Հիմա վստահությունից բացի, բարձունքը այնքան փոքր է ռեսուրսներով, ինքը չի կարող բոլոր դպրոցները գնալ։ Բոլոր դպրոցներն էլ չեն գալիս բարձունք, լուծումը ո՞րն է լինելու։ Մենք որդեգրել ենք կամաց աճելու տարբերակը։ Մենք վերցրել ենք 1 դպրոց, 2 տարի իրենց հետ աշխատենք։ Մենք 20 տարվա հեռանկարով ենք աշխատում։ Իսկ ինչպես է գալիս այդ փոխհամաձայնությունը, դա ապարտադրի նախարարության միջոցով, թե տնօրինությունն է դպրոցի որոշում։ Դպրոցն է հիմնում ակումբը։ Մենք չենք հիմնում ակումբ։ Դպրոցը ինքը հիմնում է դեպի բարձունք ակումբը, իսկ բարձունքը պարտավորում է, որ մենք կարող ենք իրենց օգնել ու իրենց ուղարկել Հայաստանի թոփ փորձագետներին, հա, այսինքն արհեստական բանականության ոլորտում, աշխատանքի, ֆինանսական գրագիտության, չգիտեմ, բոլոր այն ոլորտներն, որոնք իրենց հետաքրքիր են, հա։ Մենք ասում ենք, որ մենք կարող ենք, ասենք, մի փոքրիկ, ասենք, նաև տարածք ստացենք, որ երեխաները այնտեղ լավ կարողանան իրենց զգալ։ Մենք կարող ենք գրականությամբ օգնենք, մեթոդով, գործիքով, խաղերով, համատեղ ինչ-որ աշխատանքներով, այսինքն մենք օգնում ենք իրենց ակումբին, ոչ թե մենք գնում ենք եւ ստեղծում ենք ակումբ այնտեղ։ Իսկ ասենք ոնց են իրենք ստեղծում այդ ակումբը, ասենք թող իրենք գնում են, ես մարզպետարանի հետ ու մետո պայմանավորվում են, հասկանում են, թե ոնց են դա կազմակերպել։ Իսկ դժվարություններ լինում է դպրոցները ունեն բողոք։ Ոնց է, որ դժվարություն չլինի։ Որտեղ ամեն դեպքում նորամուծություն է սա եւ
այս երկարաժամկետ ծրագրերում ընդհանրապես հիմնական խնդիրը հենց ռեսուրսներն է, հա, ու ընդհանրապես մեր բարձունքի բոլոր ծրագրերի ավարտին, ծրագիրը ամփոփելուց վերջում հասկանում ենք, որ այս ծրագրի մեջ ամենամեծ ներդրումը եղել է կամավորական աշխատանքի միջոցով, երբ որ մոնետիզացնում ենք, տեսնում ենք ինչքան աշխատանք են տարել տարբեր մասնագետներ, փորձագետներ կամավորական հիմունքներով։ Մի խոշոր մասը կամավորական աշխատանքն է։ Մնացած ռեսուրսները ստեղծելու համար տարբեր մեթոդներ ունենք, հա, ունենք ձեռք ոչված համակարգը, ձեռքը մեր աջակցելու միավորն է, հա, ոչել ենք ձեռք ու ամեն անհատ կարա աջակցի մեզ 1 կամ 2 ձեռքով, մի ձեռքը համարժեք է 10,000 դրամի։ Այս պահին ունենք 40-ից 50 մոտավոր աջակից ձեռքեր, որոնց միջոցով կարողանում ենք անկախ կազմակերպել մեր կազմակերպչական աշխատանքները, հա, ադմինիստրատիվ աշխատանքները եւ այլն։ Ու շատ կարեւոր է այդ անկախությունը ու նաեւ այն, որ այս համակարգի միջոցով ցանկացած աջակից մեր հասկանում է, թե ինչ կարևորություն ունի ինքը, ինչ դեր ունի ինքը, քանի որ խոշոր աջակիցներ երբ որ չկան, ամեն մեկի աջակցությունը կարևոր է դառնում, հա, ու մեր ունկնդիրներն էլ կարան այդ ֆորմատով նաև աջակցել մեզ, մեր կայքում կարող են գտնել անհրաժեշտ ինֆորմացիան, գրանցվել, կապվել մեզ հետ։ Իսկ օրինակ վերանորոգումները, որ կատարում ենք դպրոցում, որ ակումբը ինչ-որ տարածք ունենա աշխատելու համար կամ նյութատեխնիկական բազան, նոթբուքներ, պրոյեկտորներ, այդ ամեն ինչը կատարվում է համագործակցելով, այս բան 2 համագործակցող հիմնադրամ ունենք, չէ՞, Ամքոր Հայաստան հիմնադրամը ու Viva հիմնադրամը, իրենց հետ համագործակցության միջոցով է կատարվում, բայց այս երկարաժամկետ ծրագրերը բարդ են, բայց արդյունքը շատ ավելի լավն է դրա համար, երբ որ գիտես այդ արդյունքի մասին ու հեռանկարի մասին, այդ քայլ անելու տեղ չկա։ Այդ էլ իրական, այսինքն խնդիրն է, որ բնականաբար, եթե լիներ մի քիչ ավելի շատ ռեսուրս, այս ամեն ինչը շատ ավելի արագ, շատ ավելի արդյունավետ կլիներ, մենք էլ ավելի քիչ կծախսենք մեր էներգիաները։ Ձեր կարիքը ունեն։ Եթե կարիքը չունենային, եւ իրենք էլ չէին փորձի այդ ակումբները։ Դպրոցը ինքը ի սկզբանե, երբ որ միանում է, ինքը ասում է, որ ես մենակ ձեր վրա չեմ թողել այս ամեն ինչը, այսինքն բոլոր դպրոցներ պարտավոր են իրենք էլ պետք է տարածք հատկացնեն, մասնագետ հատկացնեն, բոլոր հնարավորությունները դպրոցին նաև օգնեն, որ ասենք այս ամեն ինչը իրականություն դառնա, որովհետև էլի եթե չլինի, եթե ծնող համաձայն չլինի, երեխան չի գալու այնտեղ։ Դպրոցը մի քիչ հասկանա, որ ասենք իրեն պետք չի սա, այնպես կային, որ դու այնտեղ չլինես։ Բայց ձեր շարքերը ոչ թե քչանում են, այլ ընդհակառակը։ Դե եւ ինչ լավ բան են կանում, եւ դրա մեջ շատանում են շարքերը, բայց կարող են շատ ավելի լավ շատանային։ Իսկ առաջի կապը երեխայի հետ դա որն է այդ հոգեբանական կապը, որտեղ մենք գիտենք, որ հիմիկվա երեխաները, եթե ծնողները աշխատում են բավականին շատ ծանրաբեռնված են լինում, երեխաների դասերի քանակը, պատրաստման այդ ժամանակն ավելի շատ է, ու երբեմն երեխա եւ ծնող այդ փոխհարաբերությունը շփումն էլ չի լինում։ Ինչից եք սկսում, ինչպես եք կարողանում այս պայմաններում այդ երեխաներին հասկացնել, որ դուք իրենց ընտանիքի մի մասն եք։ Նայեք, իրականում մենք մի քիչ թերագնահատում ենք, ասենք երեխաների հոտառությունը եւ զգոնությունը ինչ որ հարցերի վերաբերյալ, ու շատ հաճախ երբ որ օրինակ երեխան ինչ որ բանի հրաժարվում է մասնակցել, մենք ասում ենք, այ ինքը կապրիզ անում, հրաժարվում է մասնակցել, բայց իրականում այդ երեխան կարող խորքային մակարդակում հասկանում է, որ ինքը այն չի ստանում, ինչ որ իրեն պետք է, իր խնդիրները չեն լուծում եւ դրա մեջ չի մասնակցում։ Իսկ հակառակը այստեղ, այսինքն ինքը մարտիկ է տեսնում շատ բարձր կարգի մասնագետներ, որոնք որ պատրաստ են ու ամիջապես կարողանում են, ասենք, իրենց հարցերին պատասխաններ տան, իրենց խնդիրներին լուծում տան եւ իրենք հասկանում են, որ իր դիմաց հեռանկարները բացվում են, որ այն խնդիրը, որ ինքը ուներ, լուծում է, որ եթե ինքը ունի անձնային աճի խնդիր, այդ խնդիրը կարողանում է ապահովել, ինքը տեսնում է իրեն, ասենք, մի շաբաթ առաջ, ինքը բարձրանում է։ Այո, դեպի բարձունք է գնում, ինքը այդ զգացումը, երբ որ ունեցավ, դեպի բարձունք գնալու։ Մենք զորով այդ մարդկանց չեն կարողանա այդ ակումբից հանելու, այդպես էլ կար, այսինքն շատ հաճախ ասենք երեխաները, ասենք մեկ մեր տնօրինության հետ ճակատամարտերի մեջ են, որ մենք պետք է կարողանանք գանք այդ տարածքում մեր սեմինարներ անենք, չէ, մի քանգարեք մեզ բան։ Այսինքն այդ դժվար բան չի իրականում։ Այսինքն երեխաներին տալիս եք հնարավորություն իրենք ծրագրերը կազմեն, իրենք առաջարկներ ներկայացնեն կամ ինչպես ինք ուզեին տեսնել այս ինչը։ Հենց դա է առաջնայինը։ Անձնական, ստեղծագործական այդ միտքը հենց դա է։ Առաջնային դա է, այսինքն մենք ուզում ենք իրենց բերենք այն մակարդակի, որ իրենք կարողանան իրենց աշխատանքները կազմակերպեն։ Օրինակ հենց ինձ կապվել են, ասենք 3 օր առաջ մեր այնթափի դպրոցի երեխաները, այնթափի 2 դպրոցների անունից,
որ մենք ուզում ենք, որ դու գաս այս կոնկրետ թեմայով մեր հետ աշխատես, կամ եթե դու չես կարող, գտեք մի հատ ուրիշ մարդը, որ այդ թեմայով գա մեր հետ աշխատի, ուտենք հասկացել են, որ այդ կարիքը կա, հասկացում են այդ ֆորմատով այդ հարցին լուծում է տրվում, եւ իրենք են հետամուտներով, որ այդ խնդիրները լուծվեն։ Ու այդ անհնարավոր ծնողը չտեսներ, որ ասենք իր երեխան, ասենք առօտից իրիկու նստած է հեռախոսի մեջ բանիվել, մեկ էլ ասենք ասում է փորձագետ է բերում դպրոց, միջոցառում է կազմում, որտեղ մարդիկ են գալիս մասնակցում, որ խուլիգանությամբ չեն զբաղվում, ինչ որ հիմար վիճակներով չեն զբաղվում, այսինքն հստակ կարևոր աշխատանքով իր երեխան պատկերացնում եք, չէ, ինչ մեծ աճ է ցույց տալիս, ասենք կույս չեն, չէ, այդ մարդիկ տեսնում, որ ասենք ինչ է։ Զրույցը մնում է գլխավոր մեթոդը։ Անշուշտ, բայց մենակ դա չի իհարկե, մենք ոչ ֆորմալ կրթության ամբողջ հետեւեսը դրա մասնագետն եմ, ամբողջ գործիքանը, ասենք դնում ենք, հիմա փորձում ենք նաև տեխնոլոգիական լուծումների մասին ենք մտածում։ Հիմա քանի որ դեռ չենք սկսել, բայց արդեն մշակումը սկսել ենք, մի երկու բառով ասեմ, գեյմիֆիկացիայի մասին լսել եք երևի, այսինքն որ պրոցեսները, բոլոր կրթական պրոցեսները կարելի խաղարկայնացնել, հա, այսինքն խաղային էլեմենտներ ավելացնել, որ մարդկանց համար ավելի հետաքրքիր, ավելի պարզ, ավելի մոտիվացնող լինի։ Հիմա աշխատում ենք նաև մի քանի ստարտափների հետ, որ կարողանանք այդ լուծումները տանք եւ այդ process-ների տակ այդ խաղ գեյմիֆիկացիոն շարժիչը լինի, համակարգ լինի, պլատֆորման լինի, որ կարողանանք դա եւս օգտագործենք, որտեղ մենք նկատել ենք մեր մյուս ծրագրերում, որ մի 70%-ով արդյունավետությունը ավելացնում է, որտեղ մարդինքը տեսնում է, որ ինչ-որ մի բան արեց, ինչ-որ բան իրոք առաջ ընկավ, չէ՞, այսինքն շատ հաճախ նույն դպրոցները այդ խնդիր ունեն, մա դպրոցները այնպես չի, որ խնդիրներ չեն լուծում, բայց դժվար է տեսնել, թե ինչ եղավ քո հետ, հա, դու չես հասկանում, այսինքն որ այս մի բանը զարգացա, որ օրինակ դու չէի կարող տրամաբանական խնդիրներ լուծել, ասենք ABC դասարանից արդեն կարողանում ես լուծես, այսինքն մենք այդ խնդիրը չենք կարող նաև դպրոցում լուծել, որ դպրոցը իսկապես ինչ-որ բան անում է, բայց մենք չենք կարող հասկացնել երեխային, թե ինչ է անում։ Իրեն մի բան տալիս են, ասում են բալիկ ջան, սովորի, հետո քեզ պետք կգա, ու վերջ, այդքանով պրծնում է։ Այսինքն չի կարող այդպես լինի։ Մենք պետք է մարդկանց համոզենք ու ցույց տանք իսկապես ու դեռ ժամանակակից գիտությունը, տեխնոլոգիան, բայց դրա ձևերը գտել են, այսինքն այնպես չի, որ ասենք պետք է բան հայտնագործել, պարզապես պետք է անել դա։ Ու դրա համար մենք կարծում ենք, այդ նախարարության հետ կապված որ նշեցիք, եթե մենք կարողանանք գտնել ինչ-որ լուծումներ ու ապացուցել, որ դրանք աշխատող են, ապա այդտեղ շատ հետաքրքիր համագործակցության եզր կստացվի արդեն հենց պետական կառույցների հետ, մեծ ֆինանսավորների հետ եւ այլն, որովհետեւ եթե մենք ուզում ենք իսկապես այդպիսի մեծ մասշտաբային վիճակների գնանք, մենք չենք կարող խղճուկ ռեսուրսներով մեծ գործեր անել։ Մենք կարող ենք սկսել, կարող ենք մշակել, կարող ենք ինչ-որ բան առաջ գցել, ինչ-որ հաջողություններ հասնել, բայց փոքր մասշտաբի։ Եթե մենք մեծ մասշտաբի մասին պետք է խոսենք, այդտեղ լուրջ նաև մեծ ռեսուրսներ են պետք, ու դրա մասին պետք է մտածել այն ժամանակ, երբ որ այդ մարդիկ կտեսնեն, որ իսկապես մենք շատ լավ բան ենք անում, ու դրա մենք նաև այսօր ձեր մոտ եկել, որ ասենք, որ այ sense լավ բան են տեղի կարող է անել ձեզ համար։ Այն ինչ որ դուք անում եք արդեն, այսինքն լուսաբանել ծրագիր, ժամանակ առ ժամանակ հանդիպել, գուցե խոսենք դժվարությունների կամ հաղթանակների մասին, որովհետև ես հիմա այնքան հարցեր ունեմ, բայց մեր ժամանակն է արդեն մոտեցել ավարտին եւ կարծում եմ մեկ հաղորդման մեջ այդքան տեղեկատվություն փոխանցելը դա մարդիկ դժվար կմարսեն։ Գիտեք ինչն է խնդիրը, երբ որ գրանտային ինչ-որ ծրագրի մասին ենք խոսում, գրանտը շատ པարզ բան է, այսինքն 25 տարի, 30 տարի դրանց զբաղվում է, դիում ես, տեղ 3 հատ նպատակ կա, 4 հատ 12 հատ ինդիկատոր կա, այս քո աշխատողներն, այս քո բյուջեն է, այս քո ժամանակացույցն է, գնա արա, խոսք լավ հասկանում ես, նորմալ կարողանում ես անես։ Եթե այս տիպի բանի մասին խոսքը ձեր ասացի պես հնարավոր չի իրականում, այսինքն այսպես գնալ ու անել, սա լուրջ լրջագույն sense աշխատանք է, երբ որ դու վերցնում ես համաշխարհային մարտահրավեր ու փորձում ես դրան լուծում տաս։ Իհարկե, ամեն մի բանը, որ խոսեցինք, դա առանձին խոսելու թեմա կա դրա հետ կապված, որ հասկանանք ինչպես ենք դա անում։ Ինչը ստացվեց, ինչը չստացվեց, որտեղ է մեզ օգնություն պետք, որտեղ է որ մենք կարող ենք ուրիշներին օգտակար լինենք, դա լի դեպ կարևոր հարց է, որ ասենք այն մշակումները, որ մենք անում ենք, նույն ասենք մարզերի երեխաների մարզերի մասին խոսեցինք, ասենք հզոր միտքը բանի վան լիքը շարժումներ կան, կառույցներ կան, երեխաները հետ աշխատում են։ Եթե մենք մի բան մեր մոտ ստացվեց, այդ ամեն ինչը հանգիստ կարելի է տեղափոխել իրենց համար էլ աշխատասեն։ Նույն Թումոնա եւ այլն, այս մյուսները եւս էսին, բոլորն էլ այդ կարիքներն են, բոլորն այդ մարտահրավերի առաջ կանգնած են։ Վես էլ է կարևոր հասկանալ, թե ոնց կարող ենք նաեւ մենք բոլորս իրար ձեռքի տալ այդ բոլոր կառույցները, այդ բոլոր կազմակերպությունները նույն mass media-ն իր կողմից եւս բանի, որ կարողանանք իրար հետ այդ գործը անել։ Եթե մենք իրար հետ ունենանք, կստացվի եւ բոլորս իրար հետ կգնանք դեպի բարձունք։ Շնորհակալություն եմ հայտնում, պարզապես սա որոշակի ձևով դարձավ տեղեկատվական հաղորդում, մենք խոսեցինք Բարձունքի կրթական ծրագրի մասին, ներկայացրեցինք այդ 4 հիմնական ուղղությունները, կարծում եմ հետագայում արդեն կետ առ կետ հնարավորինս կքննարկենք, դրանով տեղյակ կպահենք մեր հանրությանը, մեր լսարանին եւ
փորձենք համագործակցությամբ նպաստել մեր, այսպես ասած, կամ ինչպես դուք ասեցիք, ճգնաժամի մեջ գտնվող կրթական համակարգին, որպեսզի դուրս գանք այս վիճակից, որովհետև ինչպես մեր վարչապետներ ասում, ամեն ինչ կրթության մեջ է, կրթությունը պետք է առաջին տեղում լինի եւ նույնիսկ եթե մարդիկ լավ աշխատանք չեն գտնում եւ լավ չեն վարձատրվում, պատճառաբանությունը այն է, որ համապատասխան կրթությունը չունեն։ Շատ ուրախ կլինենք համագործակցել այդ ոլորտում։ Շնորհակալություն եմ հայտնում։ Եվս մեկ անգամ հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։